Տիրայր, մենք որ հեքիաթը ընթերցեցինք այսօր։ Հովհաննես Թումանյանի Սուտասանը։ Ահա, ինչպես է սկսվում հեքիաթը։ Լինում է, չլինում մի թագավոր է լինում։ Մի օր հրամայում է, ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։ Ահա։ Գալիս է մի հովիվ, ասում, թագավոր Աղնասկենա, իմ հերը մի դագանակ ուներ, մի ծերը պահում էր աստղերն ու խառնում էր աստղերը, հա, շատ լավ կպատահի, իմ պապն էր մի չիբուխ ուներ, մի ծերը դնում էր բերանին, մի ծերը դնում էր արեգակին, վառում էր։ Ահա։ Սուտ խոսացողը գլուխը քորելով Լավ դուրս է գալիս։ Այո։ Սամի տեսչակ, ասում է, ներողություն թագավոր, ես վախ պիտիկայի ուսացա, 3 անց իրև եկավ, պարճակները տրակեցին, երկինքը պատարվեց, գնացել ենք աշխատելու, լավ ես արել, ասում է թագավորը տենց բան, բայց լավ չես կարկատել, այսօր մոտեն մի քիչ անձրև թափվեց։ Ահա։ Սա էլ է դուրս գնում, չէ։ Հա։ Մի Սուտասան հովիվ։ Գյուղացի, աղքատ գյուղացի։ Գալիս է մի Սուտասան գյուղացի։ Ոտը կրնակական։ Ահա։ Դու ինչ ես ուզում այ մասից։ Ասում է թագավորը։ Ինչ ու ոսկի ես պաստ։ Ահա, դու ինձ մի կոտ ոսկի ես պարտք։ Դու ինչ մի կոտ ոսկի ես պաստ եկել եմ տանեմ։ Ահա։ Մի կոտ ոսկի զարմանում է թագավորը։ Սոտ ես ասում։ Ես քեզ ոսկի չեմ պաստ։ Ահա։ Թե սուտ եմ ասում։ Դե որ սուտ եմ ասում։ Թագավորության կեսը տոր։ Չէ, ես մարիտ ես ասում, ոսկու փոխում է թագավորը, մարիտ եմ ասում, դե մի կոտ ոսկին տոր, ես տանեմ։ Ահա, վերցնում է իր մի կոտ ոսկի Վերջինում է իր մի կոտ ոսկի և հեռան։ Եվ հերանից։ Կեցես։ Ասա վերքատը վերջաց։ Կեցեք երեխան։